Անի որ ժողովուրդը անդադ շեղվում է, ես տեսնում եմ դիտումները Քոչարյանի ասածների, կարծես Քոչյանը հատուկ է խոսում, որ նորից այդ ծև սպիտակը աշխատի։ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վրա երրորդ ուժերի խոսքը թեկուզ ճիշտ, թեկուզ ժողովուրդը ասում է, այո, օրինակ Արամ Սարգսյանը շատ ճիշտ բան է ասում, բայց այս վախն է, դե որ Փաշինյանը չլինի, կլինեն նախկինները, դե որ ռուսը չլինի, կլինի թուրքը, այսինքն այս դիլեմա 21 թվականին հենց այդ մտայնությունը թույլ չտվեց, 26-ին ենք գնում, իդեպ հանրապետությունը, ես իհարկե խորհրդատու չեմ, ես քաղաքական գործիչ դեռ չեմ, չգիտեմ ապագայում ինչ կլինի, բայց ավելի կետային մակարդակով պիտի այս իշխանությունների սխալ քաղաքականությունը ուրեմն շեշտի։ Իհարկե ես վստահ եմ դուք եք, ինչպես նաև ես երբ հաճախ աջակցում եմ ինչ-որ քայլային իշխանությունների, մտնում այդ խաղի մեջ ենթագիտակցաբար Գիտեք, երբ էլի տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանը պաշտպանելու անհրաժեշտություն։ Այո, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից օգտվում է, նա ոչ թե այդ հարցերը լուծում է, այդ խնդիրները, նա անդադ պահում է այդ իրավիճակով, հուսով եմ դա Ռուսաստանից չի թելադրվում, այլ ինքն է դա պահում, որ նա ընտրվի քաղաքական առումով ինքը գուցե տրամաբանորեն է գործում, բոլորն էլ ուզում են իրենց իշխանություն լինի, բայց եթե դու երկրի մասին ես մտածում, դու չպիտի ասես, դուք մեզ հարմար է իրենց բառերն է, կկրենք ձեզ երբ ուզենք, մի օր էլ Հայաստանին կկրեն եւ ամեն ինչ կավարտվի։